որ ծրագիր ունենար, այդպես կբացատրեր, կասել ինչից հետո ինչ անելու, կամ ինչև հիմա ինչը արել։ Ասեք։ Պարոն Ծառուկյան, այս թանկացումների համար 10,000 դրամ ավելացրել է թոշակը։ Ես 67 տարեկան կին եմ։ Այո։ Աշխատում եմ։ Այո։ Ես այդ 10,000 դրամը, որ ավելացրել է, բա թանկացումը ինչի ավելացրել։ 10,000 դրամի։ Բայց մի րոպե, մի կողմից կներեք, մի կողմից տալիս է, մի կողմից վերցնում է։ Ուրեմն ես ձեր հարցի պատասխանեմ շատ հանգիստ։ Երբ որ դուք հնարավորություն տաք ինձ, իմ թիմով, ես ասեմ, սորական աշխատող ընտանիքից եմ 0-ից կայացած 3000 ռուբլի պարտք եմ վերցրել ու դրել եմ 1-2 եմ սարքել 2-3 ամբողջ իմ տարածքի գիտել։ Քանդվածը վեկալ եմ, զարգացրել եմ, ինչ վերցրել եմ։ Այսօր մի բան ձեզ ասեմ, Ժողովուրդ ջան, երբ որ օլիմպիական կոմիտեն վերցեցի, 2 անգամ 8 տարում անկախ Հայաստանը մեդալ չի ունեցել, ոչ մի հատ։ Գումարները դրել եմ, կազմակերպել եմ, դպրոցները կառուցել եմ, գույքը տվել եմ։ Ես կարծեմ Սիսիանում եմ դպրոց կառուցել, ճիշտ է թե ոչ։ Այո։ Արել եմ, տվել եմ, պարգևատրել եմ, տարեկան 2-ից 300 մեքենա նվիրել եմ, թոշակներ նշանակել եմ 50,000-ից մինչև 1,5 միլիոն։ Օլիմպիական չեմպիոնին 1 միլիոն պարգևատրել եմ, իմ ազգի պատիվը բարձր եմ դարձել։ Այն ժամանակ ունեինք 2 հատ մարզիկ, մեկը Հերացիկ Բախտամյանն էր, մեկ էլ Ծանրամարտիկ Աշոտ Դանելյանը։ Հիմա ամեն քաշի թիմ հոգյուր ենք։ Ցանկացած մրցման թիմային ենք առաջի տեղը։ Իսկ այսօր դու ոչ մի ոլորտ չունես, որ առաջինը լինի, կամ ժողովրդի այդ ոլորտից գոլ լինի։ Ասեմ, արել եմ, կա ցանկություն, կա հնարավորություն։ Ունեմ լավ թիմ։ Ինչ որ արել եմ իմ ժողովրդի համար, քիչ եմ արել, իրաց ցավը տանեմ։ Էլի եմ անելու, կարևորը ոչ թե փողի չափսն է, կարևորը հարգանքն է, ժողովրդի գնահատականն է։ Այդ բոլորը, քույրիկ ջան, գիտեմ, տվեք, պահանջեք, չեք տալիս այդ ցավը տանեմ, ես ինչ կարամ անեմ, ասեք, փոքր տալիս եք, հարցը բարձրացնում եք, չի ասում, պատի 51%, որ այդ ինչ ասում եմ օրենքները, անմիջապես ընդունվեն, որ այսօր անհրաժեշտ է, որ գնացածները հետ վերադառնան, կա օրենքներ պետք է փոխվի, պետք է լինի արդարության սկզբունքը, որ մարդիկ կապ չունի ով ծանոթն է, կարա անի, իրա ցավը տանեմ արա, չի կարա անի, ուրեմն տեղը զիջի մյուսին։ Ոնց որ գնում են մրցման, ես հորողբորս տղուն տանեմ, չեմպիոնին չտանեմ։ Նշանակում է ես ունեմ պարտեմ, իմ ազգը հաղթող չլինի։ Մենք պետք է միշտ ուժեղին, արդյունավետին, խելացին, բան իմացին, պետք է տեղ տանք, կապ չունի մեր կուսակցության, թե մեր կուսակցություն չի։ Մեր հաջողության սկզբունքը տեղը ձեր ցավը տանեմ։ Շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ծառուկյան, մենք շատ ուրախ ենք, որ դուք այցելել եք Սիսիան քաղաքը։ Ես ուզում եմ ասել, որ մի քիչ միայն ոչ թե գրած ներկայացնում են, այլ ուզում եմ մարդկանց աչքերի մեջ նայեմ, հարցը տան պատասխանեմ, իմ ասածը ասեմ, որտեղ ինչ խոսք եմ տվել, իմ խոսքը արել եմ, ավել բան կյանքում խոսք չեմ տա, տվեք, պահանջեք, կարանք անենք, ծանոթություն ունենք, կապերն ունենք, թիմն ունենք, հնարավորություն ունենք, ցանկություն ունենք, այսքան մի բան։